Էդմոն Մարուկյան, տենալով մեր հանրապետականները քեզ ինչ օրը գցեցին, ես չէի ուզում էլ խոսայի, ոնց որ են 1001-րդ խփողն էլ չէի ուզում ես ելնեի, էլի, լուրջ եմ ասում մեղքս է կար, դրա համար չէի խոսում, բայց որ տենում եմ դու շարունակում ես հլը Սերժ Սարգսյանի հասցեին ավել պակաս խոսալ, արդեն իրոք ներվիս ազդում է, նոր այդ փոդքասթն էի նայում, իրոք ներվայնացա, այսինքն դու հələ շարունակում ես Սերժ Սարգսյանի հասցեին խոսալ, ուրեմն լսի Էդմոն, Սերժ Սարգսյանին մեղադրել Նիկոլին բերելու մեջ, պահելու կամ պաշտպանելու մեջ, դա անբարոյականություն է, կրկնակի անբարոյականություն է, երբ դա անում են մարդիկ, ովքեր որ Նիկոլեն բերել, ովքեր որ Նիկոլի գալը ողջունել են, ովքեր որ Նիկոլի հետ կոալիցիա են կազմել, իսկ երակի անբարոյականություն է, նրանց ասելը, նրանց մեղադրելը, ովքեր որ Նիկոլին 21 թվից հետո են, 20 թվի պատերազմից հետո են պաշտպանել։ Դու 20 թվի պատերազմից հետո ինչև է ինչ արել էիր, բայց 20 թվի պատերազմից հետո որ գնացի դառա Նիկոլի դեսպանը։ Կարամ, չեմ մտածեմ, որ վաղը չեմ ուզում էլի կարած դառնաս իր դեսպանը։ Ոնց որ Նիկոլ ասում է, ես սխալվել եմ Արցախի հարցում, իսկ որտեղից մեզ երաշխիք, որ մի հատ էլ չի սխալվի, այս անգամ էլ Հայաստանը չի անցնի։ Հիմա որտեղից մեզ երաշխիք, որ դու մի հատ նորից չես դառնա Նիկոլի դեսպանը։ Այսինքն դու ընդդիմություն մի խաղա, դու կյանքում պարլամենտ չես անցնի, որպես ընդդիմադիր, որպես հականիկոլական։ Կյանքում չես անցնի, որովհետև դու 20 թվի պատերազմից հետո աշխատել ես Նիկոլի դեսպան։ Էդի հետ Երկրորդ, որ ասում ես սահմանադրությունը Սերժ Սարգսյանի, դու ես ասում, մեկ էլ ասենք, էդի ասում են 5-րդ տալիք, երկուստ էլ ասում են։ Հիմա այս ինչ ասում են, վերաբերում համ քեզ Էդմոն Մարուկյան, համ էլ են 5-րդ տալիքին, սահմանադրությունը։ Ասկե այդ սահմանադրությունը Սերժ Սարգսյանի գրած սահմանադրությունը, որ գործեր, Նիկոլ Փաշինյանը կմնար հիմա։ Քանի անգամ է խախտել, մազերից չափ խախտել է սահմանադրության կետերը։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն ինչ անում է, սա սահմանադրությունով անում, հա։ Մենակ այդ երրորդ սրոք գնալներ հակասահմանադրական կամ այդ սահմանադրությունը թույլ չի տալի Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Սահմանադրությունն է ձեզ խանգարում, որ չեք կարող ելեք հեղափոխություն անել։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը շարժվում է սահմանադրությունով, հա։ Նիկոլ Փաշինյանը մազերից չափ սահմանադրությունը խախտել է, մազերից չափ։ Իսկ դուք որ տենց սահմանադրությանը դեմ եք խոսում, դու ել եք 5-րդ ալիքն էլ, կարամ չեմ մտածեմ, որ դուք եք նենց անում, որ սահմանադրությունը փոխվի, Ալևի պահանջները կատարվի, կարամ մտածեմ Էդմոն։ Սահմանադրությունը ընդամենը թղթի կտոր է, սահմանադրությունում գրած է, որ Նիկոլը կարա ընտրություն կեղծի, որ հիմա կեղծում է, Նիկոլ Փաշինյանը սահմանադրությունում գրած էր, որ Նիկոլ Փաշինյանը կարող Արցախը հանձնել, տենց բան գրած է սահմանադրությունում, որ նա արեց, կամ այդ որ ասում ես ես բան եմ անում դեբատների ժամանակ իմ սաղ քարոզարշավի ժամանակ ասում եմ Նիկոլ դու երրորդ սրոք պիտի չթաս սաղին բանը կառուցում եմ դրա վրա Սերժ Սարգսյանը հելում ասում է երրորդ սրոք չի արտահերթ է կարող է արտահերթ չէ այսինքն դու շատ էլ որ դու կառուցում ես դրա վրա ուրեմն մենք էդի քո օրակարգով շարժվենք հա այսինքն ուրեմն Նիկոլ Փաշինյանը Արցախ հանձնե էդի հեչ մի ամբողջ սերունդ կոտորել է էդի հեչ ուզում է թուրքերին էլ բերի հիմա լցի Հայաստանը սարքի արևմտյան Ադրբեջան էդի հեչ, այդքան բաներ այլ էդի հեչ, բայց որ երրորդ սրոկը գալի էդի մեջ, հա։ Նիկոլ Փաշինյանին առաջ դիմտի հեռացնես Արցախը հանձնելու համար։ Առաջին հերթին հեռացնես մի ամբողջ սերունդ կոտորելու համար։ Հասկացար, առաջին հերթին հեռացնես թուրքերին Հայաստան բերելու համար, որ ուզում է բերի, ոչ թե երրորդ սրոկ էթալու համար։ Այո, ճիշտ ասես Սերժ Սարգսյանը, կարող է բան չեղե 21 թվին արտահերթ ընտրություն չի եղել։ Իրականում էսի երրորդ սրոկ չի կարելի ասել, էդի ճիշտ ասում։ Ու թող իմ կարծիքն եմ հիմա էլ ասում, թող Նիկոլ Փաշինյանը Արցախը պահեր անկախ։ Հələ Նախիջևանն էլ ազատագրել 100 սրոկ թող ընտրվեր, 100 սրոկ։ Էդ ինչ ասելու բան է, կամ որ Շարմազանովին ասում ես քեզ պատժելու եմ։ Հələ մեծ բախտը փորձի, էլի, մեծ բա սպասում եմ Շարմազանովի կողքը նստած արի։ Հələ արի տենան ոնց ես պատժում։ Կամ որ ասում ես երեխեքս մեծ են, Աստված պահապան երեխեքիդ։ Երեխեքը այո որ մեծ են, իրանք խելացի կլինեն վստահ եմ, կտենան որը որից հետո է եղել։ Շարմազանովը քեզ այդ ինչի մար այդ ինչ որ ասել է ասել։ Որովհետև դու անբարոյական քայլ ես արել, դրա պատասխանը Շարմազանովը տվել է։ Իսկ եթե ուզում եք գաք տենակ Շարմազանովին, խնդրեմ եկեք։ Այո, պիտի բոլորդ էլ իմանաք, բոլորդ, որ Սերժ Սարգսյանի հասցեին ավել պակաս որդ հաճած, այդ էս քացու տակ են գցելու։ Էդի հակահարվածելն էլ է շատ ուժգին ու ջախջախիչ։ Էդի բոլորդ իմացեք, որ Սերժ Սարգսյանը ասեն ավել պակաս չհաճակ։